Բարև ձեզ, հարգելի Facebook-յան ընկերներ, բարև երկիր, բարև ազգ։ Հարգելի ժողովուրդ, այս կարճ ուղիղ եթերս քաղաքական թեմայով վերաբերվում է, հենց այսօր ուրեմն հրապարակված լույս տեսած Five-ի մի տեսա հաղորդման հետ, մի նյութի հետ, Five-ը չգիտեմ, գիտեք թե չէ, ես հիմա ցույց տամ, երևի շատերը ճանաչում եք։ Ահա այս տղան է, ուրեմն իր հաղորդումը, որ պատրաստել է, կոչվում է «Как армяне отомстили за геноцид», շպիոնский триллер, о котором никто не знает, Five։ Ես դե վաղուց եմ Five-ին գրանցված և ժամանակ առ ժամանակ հետևում եմ, բավականին հետաքրքիր հաղորդումներ է պատրաստում, ընդհանուր ճղճիմից դուրս շատ խորը, կամ ոչ այնքան խորը, բայց համենայն դեպս մի քիչ ինտրիգային, որովհետև այնուամենայնիվ ինտելեկտուալ հաղորդումները պիտի էմոցիա ունենան, որ մարդիկ սպառեն, և այդ էմոցիայի հաշվին էլ որոշակի արդեն գիտելիք ձեռք բերեն, մի խոսքով շատ իմ կողմից հավանած են, երևի եթե մի 5 հաղորդում կա, որոնք կարամ այսպես թվարկեմ, ապա մեկը Five-ն է, ու գրանցված եմ պարբերաբար նայում եմ, ու այսօր հրապարակվել է Five-ի այս հաղորդումը Նեմեսիսի մասին, մանրամասները չբացեմ, նայեք, հետաքրքիր է, թեև ես ինքս պատմությունը քիչ շատից գիտեի, բայց այնուամենայնիվ հետաքրքիր էր ինչպես էր մատուցում, հետաքրքիր էր ինչպես էր ներկայացնում, կարծում եմ առաջիկա օրերին Facebook-ում այս հաղորդումը կքննարկվի և հիմա հենց քաղաքական է լինելու ահա այն ինչ սպասվում է առաջիկա օրերին, ուղղակի եթե սա կիսվեի ես, այդքան մարդ չէր իմանա այս հաղորդման մասին, Facebook-ը այդքան չի տարածի, որովհետև YouTube-յան կոնտենտ է, բայց եթե այսպես լայվ եմ անում, արդեն ահագին մարդիկ իմացան, որ Five-ը Նեմեսիսի մասին հաղորդում է պատրաստել։ Եվ միանգամից հարց առաջանում, ինչի հենց հիմա, արդյոք, այսպես ասած, Մոսկվայից որոշել են հիշեցնել որոշակի հայ-ռուսական կապեր ցարական դարաշրջանից սկսած, ընդհանուր հակառակորդ կամ մրցակից հարաբերություն են ճանաչում Թուրքիայի հետ հարաբերությունները, ընդեղ բնականաբար կասեմ, որ ռուսն ու թուրքը իրար հետ են, ոչ մի տարբերություն, մի խոսքով, այս ամբողջ խմորումները կգնան դեռ Facebook-ում, ես սպասում եմ, որ վաղը մյուս օրը սրա մասին քննարկելու են, հատկապես Facebook-յան այսպես գյուղամեջի ավելի հաճախ հանդես եկող ներկայացուցիչները, բլոգերներ եւ այլն, այս ամեն ինչին կանդրադառնալ, ես էլ ուզում եմ, որ դուք նայեք, եւ ինչու հիմա, երևի թե սա ինչ-որ կապ ունի, քաղաքական ենթատեքստ ունի, համոզված եմ իհարկե ունի, դրա մասին էլ հեսա կխոսանք, բայց սկսեմ նրանից, որ հուլիսի 16-ի մի հրապարակում կար, միամիտ YouTube-ում աչքովս ընկավ, որտեղ մի հաղորդում, կարելի ասել պրո-ուկրաինական, եթե կարելի այսպես ասել, որովհետև հիմնականը պրոռուսական հակառուսականությունը ուկրաինական պատերազմի շուրջ հնչած գնահատականներով է ամենայն դեպս սոցիալական ցանցերում հանդես գալիս, և այսպես ոնց որ մի պրո-ուկրաինական չեմ էլ ճանաչում ով, մի բլոգեր էլի մի կես միլիոն դիտում է ապահով է, Five-ի մասին էր քննադատական հաղորդում ներկայացրել, որ իբր թե Five-ը, այսինքն այս տղեն, Կրեմլի գործակալ է եւ այլն, շատ փնթի հաղորդում է, շատերին կարա դուր գա, եթե նրանք կանխակալ արևմտամեռ են, շատերին կարա դուր գա, բայց փնթի հաղորդում էր, ու ես զարմացած եմ Five-ին ինչի են կպել, էլի, որտեղ ինքը հիմնականում քաղաքական թեմաներ չի, ընդհանուր, այսպես հանրամատչելի, հասարակագիտական, պատմագիտական նյութեր է ներկայացնում։ Այս տղուն ինչի են կպել, ասում եմ, ինչ են գնացեք, ենթադրենք ինչ-որ միտեղ էլ ենթադրենք առնչություն ունի, տենց է չէի հասկանում, ու չէի նայել, ինձ բերեց որպես ռեկոմենդացիա YouTube-ը, ես դա չնայեցի։ Այսօր, երբ որ արդեն տեսնում եմ, որ ցեղասպանության եւ Նեմեսիսի մասին բավականին լուրջ մանրամասն ներկայացնում է, սկսեցի հետաքրքրվել, գնացի եւ այն հաղորդումն էլ նայեցի, թե ինչու էին Five-ին վրա տվել, ըստ երևույթին, այսպես ասած, արևմտյան
կանալներով ընդեղի ինստիտուտներն ու ծառայությունները արդեն գիտեին, որ Fiber խաղալու է այս հայ-ռուսական հարաբերությունների վրա եւ որոշել են վարկաբեկել ձեռքի հետել հնարավորություն տան մեր այստեղի եվրոպամերներին, որպեսզի նրանք իրենց դիրքորոշման մեջ օգտագործեն այդ մետադիչկան, որ Fiber Կրեմլի գործակալ է եւ եթե նա հայերի մասին լավ բան ասում, դրա տակ վատ բան մանեկեք։ Ու էսա հիմնական, կարա ուրիշ պատճառ լինի, բայց մինիմում, այսինքն ինչ ասում եմ, սա սխալ չի։ Սա պլան մինիմում կա։ Հա։ Եվ հիմա ինչին դառնանք, որը այստեղ են ենթադրենք Կրեմլի գործակալը, այսօր էլ հայերի օգտին բանա ներկայացնում, տեսանյութա ներկայացնում, որը ի դեպ 150,000 մարդ արդեն նայել է։ Հələ նայեմ քանի հոգի է նայել 2045 մեկնաբանություն, 160,000 դիտում 9 ժամ առաջ հրապարակվել է։ Այնպես որ նայեք, թող այս դիտելիությունը մեծանա եւ եթե դիտելիությունը մեծանում է, ավելի շատ է տարածվում վիդեոն, թող ուրիշներն էլ նայեն։ Հա, ենթադրենք սկսենք նրանից, որ գործակալ։ Իսկ այդ որ մեկը գործակալ չի, որ հələ եկեք դից։ Հա, դուք են մարդիկ, որ գործակալ չի լինեն։ Այսինքն, եթե գործակալ էլ չի, շիստյորկա է։ Շիստյորկա էլ չի, հպատակա։ Հպատակը էլ չի, նրանց 10-ով շիկն է։ Հիմա Հայաստանում ով որ ասենք այտենց խիզախաբար պրոեվրոպական, ոչ անկախական, կամ պրոռուսական թեկուզ, պրոեվրոպական կամ պրոռուսական, այդպես անձնատուր լինող խոսույթ ունի։ Այդպես է ներկայացնում, որ պիտի հանձնվենք Եվրոպային կամ պիտի հանձնվենք Ռուսաստանին։ Կապ չունի, որ կողմին է ներկայացնում։ Սրանցից կամ գործակալ են, այսինքն շտատնի աշխատող են, կամ փող են ստանում, ֆինանսավորում են ստանում ստիծնդից, կամ առնվազն քամակ մտնող են, են մեկը արևմտյան գործիչների, են մեկը ռուսական գործ։ Դրանց ո՞րն է նորմալիստան, որ մի հատ էլ մենք այս ինֆորմացիայի մեջ դնենք դրանց անձը քննարկենք։ Ով ուզում է լինի, ժողովուրդ ջան։ Հələ մի հատ նորմալ իսանի անուն տվեք։ Դուք տվեք ես ցույց տամ, որ ինքը որտեղ է, որ գործակալ ելներ երևի ավելի լավ է, կասեք հասկանանք ինչի է այդ մարդը իրան տենց պահում կամ այդ տեսակ խոսույթ։ Համ գործակալ չի, համ էլ այտենց ուղեղ նանջատած տրամաբանական քրիտիկական քննադատական քրիտիկա այդ նկատուն է, այլ քննադատական մտածելակերպը անջատած գովում է։ Մենա գովում է։ Ռուսական շուկան կորցրել է, գյուղատնտեսությունը տուժում է, այս ամեն ինչը մեկին երկուս վատանալու է, մեկին 3 պրոբլեմ ենք ունենալու։ Իսկ եթե պրոբլեմ չենք ունենալու, ենթադրենք մեկին 3 պետք է առաջ ընկներ մեր գործերը, առաջ չի ընկներ, այսինքն տուժում ենք sense թե նենց։ Բայց մարդիկ էշ կանգնել, գովում են, հա, այ ընկեր, հələ արի քո գործը, քո ջերմոցը, քո անասունը, քո բիզնեսը թող վարի հետ, տենամ տենց կխոսաս։ Մի քիչ քննադատական պետք է լինես, բայց լավ է ձեր գործն է, ամեն մեկ իր հայացքներն ունի։ Էսի առաջին, այնց որ եթե ինչ որ մեկին ասում է գործակալ, ասա բա դու ով ես։ Բա դու ում գործակալն ես։ Դու ինչացու ես։ Ես անկախական եմ։ Հա, ես անկախականների գործակալն եմ։ Եթե կա տենց անկախական շարժում, որ Հայաստանի սուվերենությունը եւ Հայաստանը ոչ թե հենց այնպես վերացական, այլ հայ ժողովուրդը, հայ ազգը, որը հիմա իհարկե ահագին դրական տեղաշարժ կա, բայց դեռ ի վիճակի չի սուվերեն ազգ, պետականաշեն ազգ լինելու, հələ ի վիճակի չի։ Հələ ախմախները շատ են։ Հա, բայց ես դրա կողմնակիցն եմ։ Ահա։ Եվ ես չեմ ուզում թշնամանալ Ռուսաստանի հետ, ոչ մի դեպքում, Իրանի հետ ես չեմ ուզում թշնամանալ։ Բարեկամություն էլ Եվրոպայի հետ, եթե հնարավոր է Արևմուտքի հետ իհարկե ցանկանում եմ, առանց նրանց հետ թշնամանալու իհարկե խնդիր չկա։ Մեծ հույսեր էի կապում, որ Արևմուտքը Զանգեզուրի միջանցք թույլ չի տա, առնվազն մեղրիով, որովհետև թե նոյեմբերի 9-ի Պուտինի ստորագրած փաստաթղթում, թե Թրամփի միջնորդությամբ օգոստոսի 8-ի փաստաթղթում ոչ միտեղ գրած չէր, որ Ադրբեջանը պիտի Նախիջևանի հետ կապվի Սյունիքով կամ Մեղրիով։ Ոչ միտեղ դա գրած չէր։ Նման ոչ մի համաձայնություն ոչ միտեղ չկար։ Միայն Ալիևի պահանջներում կար, որ դա պիտի լինի Մեղրիով, պիտի անցնեն այդտեղով գնան։ Միայն Իսրայելի եւ Ամերիկայի նա ձեռ տալի Իրանի սահմանի տակով հաղորդակցություն տանեն։
Թղթերի մեջ այդպես բան չկար, պայմանավորվածությունների մեջ այդպես բան չկար։ Ես հույս ունեի, որ արևմուտքը, քանի որ թղթի վրա այդպես բան չկա, գոնե այդքանով Հայաստանի իրավունքները կպահպաներ եւ միջանցք չէր տա Սյունիքով, Զանգեզուրի միջանցք չէր տա ինչ որ պահանջում էր Ալիևը, բայց չարեց։ Ոչ նրանք արեցին, ոչ Նիկոլ Փաշինյանը գործող իշխանությունները արեցին, չարեցին ընկեր։ Եթե չարեցին, ուրեմն լսեք, դուք մի խոսացեք Պուտինի լավ կամ վատ լինելուց, մի խոսացեք։ Մեկը լինի ձեր լավ կամ վատ լինելուց խոսա, այդ մեկն էլ ես եմ։ Ես էլ հավես չունեմ խոսալ, որովհետև լուրջ բժշկական թեմաներով եմ հիմա տարված, իմ բժշկությունով եմ տարված, շատ լուրջ։ Քաղաքականով էլ ժողովուրդ ջան, դուք պետք է հլը ոնց որ այսքանը քիչ է, էլի, այս Արցախյան պատերազմ, բան, կորուստներ, հետո Արցախի կորուստ, հիմա Զանգեզուրի միջանցքի հարցը։ Ոնց որ այսքանը քիչ է, այս սանկցիաները քիչ է, հլը պետք է տփոց ուտեք, հլը պետք է տուժեք, հլը պետք է դաղվի։ Ուստեղ նստած սպասում եմ տենամ, էլի։ Երբ եք խելքի գալու, անկեղծ։ Ես ինչքան կարամ ինձ կոտորել եմ, հիմա շարունակելու եմ կոտորել, բայց մի երկու հարց կա, որ պիտի անեմ, էլի։ Շատ կարևոր բժշկության մեջ եւ հատկապես ապահովագրական համակարգում, որ խելացի առաջարկներով հանդես գալա պետք։ Վերջին հաշվով բոլորիս է վերաբերվում հարցը։ Հա, բայց դուք հələ ոնց որ պիտի տփոց ուտեք։ Հələ շատ պիտի տփոց ուտեք, որ խելքի գաք։ Մասնավորապես խելքի գալը որն է, ասեմ օրինակ։ Հիմա Ռուսաստանին այս պահին ձեռնտու է, որ ցեղասպանության հարցը եւ Նևեսիսի հարցը շահարկի։ Հա, ձեռնտու է։ Ընկեր, քեզ ձեռնտու է, հայ ժողովուրդ, հայ ազգ, քեզ ձեռնտու է, քիչ ձեռնտու չի։ Այսինքն, այստեղ Ռուսաստանի օգո շահերը համընկնում են, հա, օգտվի դրանից։ Չասում նա ինչ մոտիվով է սա անում։ Ժողովուրդ ջան, ազգերն ու պետությունները պետական մասշտաբով, արտաքին քաղաքականությամբ, բարոյականությամբ չեն առաջնորդվում, պրագմատիզմով են առաջնորդվում, իրատեսությամբ են, պետական ազգային շահերով են առաջնորդվում, ոչ թե բարոյականությամբ։ Եթե երկու երկիր իրար պատերազմում են իրար հետ, երկու կողմ սպանում են իրար, պատերազմում դա սպանություն է, մարդասպանություն է, անուն ինչ ուզում ես դիր։ Դրա բարոյականս ո՞րն է։ Դրա բարոյականը ո՞րն է։ Ինչքան ազգային հերոսներ կան, դրանք բոլորը մարդասպաններ են, չէ՞։ Մարդ են սպանել։ Բա բարոյական դաշտում ես դա դիտարկում։ Եթե բարոյական դաշտում դիտարկես, մարդասպաններ են այդ մարդիկ, այ մարդ։ Դա բարոյական դաշտում, բայց որ դաշտում ենք դիտարկում, որ հերոսացնում ենք նրանց անձնազոհությունը, նրանց նվիրվածությունը։ Պրագմատիկ, ազգային շահի, պետական շահի տիրույթում ենք դիտարկում։ Բա պետական շահի, ազգային շահի տիրույթում արտաքինի նկատմամբ հարաբերություն, դսին հանդեպ բարոյականս ո՞րն է։ Այս օրինակը, պատերազմի օրինակը հասկացեք, նույնը վերաբերվում աստեղ։ Մեզ ձեռ է տալի, որ ֆայբը ցեղասպանության եւ Նեմեսիսի բարի խոսա ձեռ է տալի։ Բա որ ձեռ է տալի, մեզ ձեռ է տալի, որ ռուսները այս թազա սերունդը ռուսների, որոնք այդքան էլ տեղեկացված չեն, տեղեկան են, ձեռ է տալի։ Ոչ միայն ռուսները, ռուսախոսները, ղազախները, Ադրբեջանում ռուսերեն է հասկանում, բելառուսները, Ուկրաինայում, Պրիբալտիկայում, ով ռուսերեն է հասկանում։ Մեզ ձեռ է տալի, որ հայերի խնդրի մասին 150-160 հազար մարդ նայել է, հեչիպես մի կես միլիոն, միգուցե նույնիսկ 1 միլիոն մարդ էսի նայի։ Մեզ ձեռ է տալի, ձեռ է տալի։ Բա թող նայեն ընկեր։ Թող սարքեն այդ հաղորդումը նայեն, մեզ ձեռ է տալի, չէ՞։ Վատ բան էլ չկա դրա մեջ, ամոթ բան չկա դրա մեջ։ Մեզ դա ձեռ է տալի, դա մեր շահերի հետ համընկնում է։ Բա դա համընկնում է, չէ՞։ Բա մնացածի հետ ոնց ենք, ինչ է, Մակրոնի հետ որ մենք լավ ենք լինում, ինչի՞ց է գալի, որտեղ Մակրոնը շատ է սիրում Շարլ Ազնավուրի երգերը, ուշկեթում է հայերի համար, շահեր կան, որոնք համընկնում են։ Իսրայելը որ ցեղասպանություն էր ուզում ճանաչել, իրաց պարլամենտը մերժել է։ Ինչի համար է, շահեր կա, չէ՞ որ ամբողջ աշխարհն է տենց հարաբերվում։ Ամբողջ աշխարհը, միգուցե այդ շահերի համընկնումը այնքան արմատական ու խորքային է, որ 100 տարի չփոխվի։ Հա, այդ դեպքում լինում են դաշնակիցներ։ 100 տարի դրանց շահերը չի փոխվում։ Լինում են դաշնակիցներ։ Հիմա այդ ինչ միամիտ բան է մեր, էս էր իմ ասելիքը, որ սրա համար եմ այս լայվը անում։ Ժողովուրդ ջան, շահերը համընկնում, հա, всё։
Այն ձեր բարոյական պատկերացումները առեք գնացեք ձեր ընտանիքներում, ընկերներում, իրար հետ հարաբերություններում, այ բարոյականը դուսը մեքենա վարելուց, իրար հետ անծանոթ, բայց երկուս էլ հայ ենք, կամ Հայաստանի քաղաքացի ենք, կամ մարդ ենք, լավ, ոչ հայ ենք, դիմացինը ոչ հայ է, ոչ էլ Հայաստանի քաղաքացի, մարդ է, մենք կարանք իրար հետ այդ բարոյականով շփվենք, բայց պետությունները իրար հետ շփվում են լրիվ ուրիշ հարթության մեջ, եւ եթե Կրեմլը այսօր պատվիրել է Ֆայբին, որ հայոց ցեղասպանության եւ Նեմեսիսի մասին հաղորդում պատրաստի, ապա կայֆ, ապրեն իրանք, որ այս գործը անում են, մեզ էլ էտի լավ է, մի բան էլ մենք կարանանք իրանց համար կանենք, այս տեսակ մի բան, ինտելեկտուալ, որ նեղություն չի տալի մեզի, սենց է, չէ, սենց են հարաբերվում, այդ բարոյական դաշտում գցել են ձեզ, գառների պես արածացնում են, ով որ բարոյական դաշտում, հələ թող մի երկիր ասի իր հերոսին, բարոյական դաշտում այս բանը, Ոդիսևսը, չէ, շուխուրա գնում Ոդիսևսի մասին, Նարեկը բանա դրե, ստատուսա գրե Նապոլեոնի դրվագով, էլում, գլադիատորի ֆիլմը բան, այս բոլոր հերոսական կերպարները որ կան, սրանք բարոյական դաշտում մարդասպաններ են, ոճրագործներ են, Ալեքսանդր Մակեդոնացին, Տիգրան Մեծը, Աշոտ Երկաթը, սրանք ոճրագործներ են, եթե բարոյական դաշտում ես դիտարկում, ոնց որ բանը, իրար գուրգուրելը ամուսնական զույգի մեջ խուժանական բան է, եթե անչափահաս երեխու գաղափարով ես դիտարկում, խուժանական բան է դա, բայց չափահաս ես դառնում, հասունանում ես, նույնիսկ ազգերն են հասունանում, չափահաս են դառնում եւ հասկանում են, որ շփումները, այդ բարեկամություն կոչված, այդ ամեն ինչը ֆորմալություն է, տակը պետքա լինի, շահեր, իսկ կենսական շահեր լինելու դեպքում առավել եւս այդ համագործակցությունն ու դաշնակցությունը, դաշնակցային հարաբերությունները նոր ամրություն եւ ուժ են ստանում։ Եվ եթե ցանկացած մեկը, նույնիսկ եթե Ալիևն է, եթե Թուրքիան է, մեր օգտին, մեր շահերից ելնելով եւ իր շահերից ելնելով, մի բան անում, որ համընկնում է մեր շահերի հետ, մենք դա պետք է փորձենք ինչ որ ձև այդ հարցը սահուն կերպով, շատ խելացի ձևով հոգուտ մեզ օգտագործենք։ Եթե սենց կանենք, մենք աշխարհի շատ ժողովուրդների ու շատ պետությունների հետ ընդհանուր եզրերը կգտնենք համագործակցելու։ Եթե տենց ամբախ զամբախ ընկել ենք, ամեն ինչ տալու ենք բարոյական դաշտ, հերիք չենք ասում, այս մարդը ինչ ասում։ Ասում ենք, «Էսով է որ սենց բաներ ասում»։ Էս խի ասենց ասում, էս ինչի հիմա ասեց։ Հիմա ասեց, որտեվ հիմա պետք է հայերին ոգևորել, ռուսների նկատմամբ տաքացնել։ Ահա թե ինչի է հիմա ասում։ Այդքանը հասկացա՞ր, հա։ Եվ ինչը պակասեց։ Լավ չի, որ ռուսներն են լսում սրա մասին, լավ է։ Իսկ են հայերին ուզում ռուսների նկատմամբ տաքացնել։ Որտեվ պայքար է գնում տարածաշրջանում։ Թե կան բարիներ եւ չարեր, լավեր կան վատեր, հա։ Ո՞վ եք դուք։ Հագայի դատարանում նստած դատավորներ, հա։ Որոշում եք ճիշտն ու սխալը, այս աշխարհի բանը, աշխարհի թագավորը դուք եք, աշխարհի դատն եք տանում, արդարներն ու անմեղները եք որոշում։ Սա շպիոնանա բան, սաղն է շպիոն են, սաղ։ Հələ լավ է, եթե շպիոն են։ Երբեմն կան, ասում եմ, տասովշիկներ, որ շպիոն չեն, իրանք այդքան չկան, որ շպիոն լինեն։ Իրանք ընդամենը սրա նրա հետույքը մտնող են։ Համատարած։ Ու ինչքան մոլի, ինչքան եռանդուն կերպով է պաշտպանում այս կամ այն աշխարհ քաղաքական, այս կամ այն տերության բևեռի շահերը, այնքան ավելի կամ շպիոնա կամ այնքան ավելի հետև մտնողը քար ունի, տուն են պահում մարդիկ դրանով։ Մի երկու բան էլ ներքաղաքականի մասին ասեմ, ընդդիմության մասին, հատկապես Սամվել Կարապետյանի ուժի մասին, ուղղակի նոր միգս։ Կոմբայն եք տալիս տեղ ընդեղ, դուք կոլխոզի նախագահ չեք,
Դու կարող կոլխոզի նախագահի բան էիք, տեխնացություն էիք ներկայացրել, որ դառնայիք կոլխոզի նախագահ, հիմա չի ստացվել, ամեն դեպքում կոլխոզին մի հատ երկու հատ կոմբայն եք տալիս։ Մանթաշովը կոմբայն էր առնում տալիս սրան նրան, թե երիտասարդներ էր ուղարկում, ֆինանսավորում, որ երիտասարդները գտնան արևմտյան լավագույն կրթությունը ստանային ու գային ազգին տեր կանգնեին։ Ինչ էին անում այն ժամանակվա մեծահարուստները։ Գութանու եզ էին առնում բաժանում ժողովրդին։ Ես որպես բարերար եմ ձեզ դիմում կամ քաղաքական ուժ։ Դուք տենց գիտեք, Մանթաշովին տենց գիտեք, կամ ոչ Մանթաշովին, ընդեղ էլի լիքը բարերարներ եղել են։ Արամյանցը բան, ինչ էին անում։ Գութանու եզ էին առնում բաժանում ժողովրդին ու ասում էին մենք բարերար ենք, հա, այդքան գեղցի մեռնում էին, հա, սատկում էին գեղցի։ Գութանու ես, քախանի ուրակ, հա, տես բաներ էին բաժանում ժողովրդին։ Թե արևմտյան լավագույն բուհերում կրթություն ստանալու մղումով ու տաղանդով երիտասարդներին կամ թեկուզ ոչ արևմտյան Պետերբուրգ բան եւ այլն ֆինանսավորում էին, աջակցում էին, հոսպիտալներ էին սարքում։ Գիտեմ Սամվել Կարապետյանը Ղարաբաղում հոսպիտալ էր կառուցել ու դա լուրջ է, բայց հոսպիտալ կառուցելուց ավելի լուրջ է այդ հոսպիտալի կադրերին կրթության ուղարկել, որոնք այնպիսի բժշկություն անեն, որոնք ասենք Իսրայելն է անում, Գերմանիան է անում։ Սա ավելի կարևոր է, եփեք էդի հասկանալու։ Եփեք այդ կոմբայնի 5-10 կոմբայնի գնի քաղաքական կադրեր ֆինանսավորելու, ոչ թե որ գան ձեր դրոշի տակ կպնեն, ձեր անունը փառաբանեն, այլ որ իրանք կրթվեն, զարգանան, իրանք սեփական կուսակցությունը բացեն, તો պետք եղավ ձեզ էլ բշտեն։ Պետք եղավ անպատվեն նույնիսկ, բայց դու իմանաս, որ քո երկրում քաղաքական միտքն ու գաղափարը աճում է։ Թե չէ կոմբային բան, դա Ծառուկյանն էլ էր անում։ Ականջկանչ։ Ծառուկյանն էլ էր անում։ Առաջ չեն գնացել, այդ հələ նույն դասարանում ենք մնացել, մի երկու դասարան էլ ընկել ենք ցած, իջել ենք ցած։ Ժողովուրդ ջան, դուք արդեն հանրային դեմք եք։ Դուք արդեն լուրջ այն ժամանակ թե տենց նոր էիք սկսել բան, քաղաքականությունը փիս բանա, մենք քաղաքական չենք, էս կողմ ենք, դա տենց թեթև ասում ենք, հիմա շատ լուրջ է։ Եթե դուք պետք է կոմբային բաժանեք, ինչ ասեմ, լույսը գնացեք որ գեղապետի հայտ ներկայացրեք, միտեղ գեղապետ դառնալու, դա ձեր պատալոկը։ Պետք է կոմբային բաժանեք ստենդեղ։ Հուսամ կվերանայեք ձեր մոտեցումները։ Մեր իշխանությունների մասին, ինչ ասեմ, ես կարծում եմ մեր իշխանությունների վարած քաղաքականության պատճառով ճաշներս ուտելու ենք, տեսնենք, համաձայն չեմ, ինչ ասեմ, բայց էլ քննադատելու բան չի, բղավելու բան չի, գորգրալու բան չի, հույս չունեմ, որ ինչ-որ բան տեղ կհասնի, ժողովրդին էլ հասկացողը հասկանում է, վաղուց կողմնորոշվել է, փառք ու պատիվ իրանց, այն մնացածը մինչև քթները չառնի, մի սենց խելքի չեն գալու, մինչև քթները չառնի, մնացածն է սպասենք, տեսնենք ինչ ալում, աշխարհը խառն է, շատ ավելի շատ մեր երկրից դուրս է մեր ճակատագիրը որոշում, քան թե մեր երկրից ներս, ավելին կարծում եմ 80-90%-ով մեր երկրից դուրս է մեր ճակատագիրը որոշում, թերևս այսքանը ժողովուրդ, լավ եղեք, Ֆայբի այդ հաղորդումը նայեք, Ռուսի հետ մի թշնամացեք, այդ լավ տեղ չի տանելու, հետո էլ ասելու եք Եվրոպան մեզ օգտագործեց շպրտեց, Եվրոպան արդեն ձեզ օգտագործել մի 3 թափ, շպրտել է, բայց ընդից Խուրշուդյանները բան, սիմվոլիկ եմ օգտագործում, հենց կոնկրետ Խուրշուդյանի մասին չի, Խուրշուդյանները բան, հետևից գալի վրաս Եվրոպայի դեֆեկտներ, Արամ Սարգսյան բան, վրաս սվաղում, լպստում, թքում, կպցնում, սարքում են, ասում են, տես սաղ նորմալ է, արդեն մի քանի անգամ կցե թրել են, հետո եկել են նորից, մի հատ իմիջի վերականգնում են անում, նորից են կցում, միշտ էլ կան մարդիկ, որոնք ինչ էլ ստեղ Եվրոպան անի, ասում են, դա ռուսներն են,
Ինչի համար եմ ասում։ Սահակաշվիլուն Պուտինը մի հատ հետաքրքիր բաներ ասեց, Սահակաշվիլու պատմություններից է, Սահակաշվիլու պատմածից է։ Ասել էր քո եվրոպացի բարեկամները քեզ լավ բաներ են խոստանում, բայց իրենց խոստումներից ոչ մեկը չեն կատարելու։ Ասել էր իսկ ես քեզ շատ վատ բաներ եմ սպառնում, բայց իմ սպառնալիքները ես անելու եմ։ Դա Պուտինն էր ասել։ Եվրոպան շատ լավ բաներ կխոստանա ժողովուրդ։ Վերջում իր խոսքի տերը չի լինի։ Ռուսաստանը շատ վատ բաներ է սպառնում, խոստանում։ Վախեցեք կարող է իր խոսքի տերը լինի։ Էս իմ կարծիքն է։ Ուզում եք ընդունեք, ուզում եք մի ընդունեք, ուզում եք ասեք ծախված, ուզում եք ասես ռուսաստրուկ, ինչ ուզում եք ասեք։ Ես եմ։ Ու սա իմ դիրքորոշումն է։ Դերևս այսքանը։ Գեցե անկախությունը, ինչ ասեմ։ Շնորհակալություն, մի շնորհ հանդիպում։ Բարի գիշեր։